Բարև ձեզ, այսօր միասին ուսումնասիրելու ենք երկրորդ թագավորաց 3-րդ և 4-րդ գլուխները։ Այս գլուխներում Իսրայելի պատմությունը մտնում է վճռոր փուլ։ Սավողի տունը հետս հետե թուլանում է, իսկ Դավիթի տունը զորանում, ճիշտ այնպես, ինչպես Տերն էր խոստացել։ Սակայն այս քաղաքական պայքարների, դավադրությունների և սպանությունների խորքում մենք տեսնում ենք Աստծո անփոփոխ հավատարմությունը և այն, թե ինչպես է այս ամենը մատնանշում Հիսուս Քրիստոսի ճշմարիտ թագավորին։ Երրորդ գլխում Սավողի զորապետ Աբենները վիճելով Իսբոսթեի հետ որոշում է ճանաչել Դավիթի թագավորությունը և աշխատել, որպեսզի ամբողջ Իսրայելը ընդունի նրան որպես թագավոր։ Դավիթը խաղաղությամբ ընդունում է Աբեններին և նրան խաղաղությամբ ճանապարհում։ Սակայն Դավիթի զորապետ Հովաբը վրեժ լուծելու ցանկությամբ խաբեությամբ սպանում է Աբեններին։ Երբ Դավիթը իմանում է այդ մասին, հրապարակավ հայտարարում է, որ ինքը պատասխանատվություն չունի այդ այրան համար, սուգ է անում Աբենների մահվան համար և դատապարտում է Հովաբի արարքը։ Ես և իմ թագավորությունը հավիտյան անմեղ ենք Տիրոջ առաջ Աբենների արյունից, 3:28 խոսքն է։ Այս գլուխում Հիսուս Քրիստոսը բացահայտվում է որպես մեր խաղաղությունը։ Աբենները երկար տարիներ պատերազմել էր Դավիթի դեմ, բայց երբ եկավ խաղաղությամբ, Դավիթը նրան ընդունեց։ Սա հիշեցնում է ավետարանը։ Մենք ևս մեղքի պատճառով Աստծո թշնամիներն էինք, սակայն Հիսուս Քրիստոսը իր խաչով հաշտեցրեց մեզ Աստծո հետ և բացեց խաղաղության ճանապարհը։ Ալելույա։ Միևնույն ժամանակ Հովաբի վրեժխնդրությունը հիշեցնում է, որ մարդկային բարկությունը չի գործում Աստծո արդարությունը։ Իրական արդար դատավորը Հիսուսն է և նա է, ով վերջնականապես կհաստատի արդարությունը։ Եթե քո սրտում կա չներելու զգացում կամ հին վիրավորանք, մի դարձիր Հովաբի նման։ Թույլ տուր, որ Հիսուսը բժշկի քո սիրտը։ Նա մեզ կոչ է անում ոչ թե վրեժ լուծել, այլ ապրել խաղաղությամբ և վստահել դատաստանը Աստծուն։ 4 գլխում Սավողի որդի Իսբոսթեն սպանվում է իր իսկ ծառաների՝ Բանայի և Ռեքաբի կողմից։ Նրանք կարծում էին, թե Դավիթը կուրախանա և կպարգևատրի իրենց, քանի որ ազատվել էր իր մրցակցից։ Սակայն Դավիթը խստորեն դատապարտում է նրանց։ Որքան առավել, երբ ամբարիշտ մարդիկ իրենց տան մեջ իր անկողնում սպանեցին արդար մարդուն, հիմա նրա արյունը պիտի պահանջեմ ձեր ձեռքից։ 4 գլխի 11 խոսքն է ասում։ Դավիթը հրամայում է մահապատիժի ենթարկել նրանց և պատվով թաղել Իսբոսթեի գլուխը։ Այս գլխում Հիսուս Քրիստոսը բացահայտվում է որպես սուրբ թագավոր, ով երբեք չի հաստատում մեղքը, նույնիսկ եթե այն կարծես նպաստում է իր ծրագրին։ Դավիթը չցանկացավ թագավորությունը ստանալ դավաճանության և սպանության միջոցով։ Նույն կերպ Հիսուսի թագավորությունը չի կառուցվում ստի, բռնության կամ խորամանկության վրա։ Նրա թագավորությունը հիմնված է ճշմարտության, սրբության և արդարության վրա։ Ամեն։ Այս պատմությունը նաև հիշեցնում է, որ Աստված տեսնում է յուրաքանչյուր գաղտնի գործ և իր ժամանակին արդար դատաստան է կատարելու։ Այս աշխարհը երբեմն սովորեցնում է, որ նպատակը արդարացնում է միջոցները, սակայն Աստծո խոսքը սովորեցնում է ճիշտ հակառակը։ Երբեք մի ընտրիր սուտը, խաբեությունը կամ անարդարությունը, նույնիսկ բարի նպատակով։ Եթե ցանկանում ես Աստծո օրհնությունը, քայլիր ճշմարտության և սրբության ճանապարհով։
Աստված ինքը ժամանակին կբարձրացնի քեզ առանց մեղավոր ճանապարհների։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ սիրելիներ, եթե օրհնվեցիք, բաժանորդագրվեք եւ կիսվեք մարդկանց հետ, որպեսզի ավելի շատ լսեն Աստծո խոսքը եւ թող Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքները, Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։